Թուրքիան շատ է շեշտ է դնում իր ներկայության վրա, Նախճեվանում, եւ ռազմական ներկայության վրա։ Ադրբեջանը մի քիչ զգուշավոր է նաեւ դրան։ Իսկ երկաթուղիները, տրանսպորտային այդ միջոցները, այդ դրանք բոլորը կանցնեն բնական է Նախճեվանով, ուրիշ ճանապարհ չկա, կմիանան Իգդիրին ապագայում եւ կգնան առաջ։ Հիմա դրա դեռ 4 տարի ունի ժամանակ, միջև այդ երկաթգծերը կառուցվեն եւ այլն։ Միգուցե այդ պատճառով չեն բացում սահմանը, որտեղ եթե սահմանը բացեն, բոլոր սահմանները պետք է բացեն։ Այդ Կարսից Գյումրի, Ախուրյանով եւ մենք առաջինը կշահենք դրանից։ Ուղիղ ձևով եւ երկաթգծային հաղորդակցություն կլինի եւ ավտոմոբիլային ճանապարհների։ Երբ դեռ Հայաստանի տարածքով, այսինքն Սյունիքով այդ ճանապարհը չի լինի, եւս մի 3 տարի։ Բայց իրենք էլ կշահեն դրանից։ Եկեք չմոռանանք դա։ Մենք կարող ենք մի փոքր հատված երկաթգից կառուցել, որ Հայաստանի ավելի հյուսիսով, Իջևանով մտնեն Ադրբեջան։ Այնտեղ շատ աշխատանք չկա անելու, բայց դա նույնպես կարելի է դիտարկել որպես կարևոր նախագիծ։ Եվ մենք կարևոր է մեր դիրքորոշումը, որ բոլորը հասկացան, որ Հայաստանը բաց է հարաբերությունների համար, խաղաղ համագործակցության համար, տնտեսական կապերի համար եւ այլն։ Հիմա գնդակը Թուրքիա-Ադրբեջանի դաշտում է։ Ինչ էլ ասեն, ինչքան միլիարդներ ծախսեն տարբեր ապակողմնորոշող ռոպագանդայի վրա, միևնույն է այդ փաստը ոչ ոք չի երկում։ Միացյալ Նահանգները բավականին ակտիվ են, ռեակտիվ ակտիվության ինչ-որ երևի հիմքեր էլ չկան, բայց իրենք բավականին ակտիվ են։ Ես ասացի քիչ առաջ, որ մաքսային մասնագետներն եղել, սահմանները պահելու հետ կապված միսիաներ եղել ամբողջ։ Գալիս են Հայաստան, տեղանքն են նայում, ուսումնասիրում են, նախագծերի վրա են աշխատում, մեզ հետ միասին իհարկե։ Այսինքն գործընթացը գնում է, այդպես չի որ չի գնում։ Հիմա արագ, դանդաղ կարող է ավելի արագ գնալ, այդ արդեն չեմ կարող ասել։ Այդ կախվածությունները պետք է նվազագույնի հասցնենք։ Սահմանապահները պետք է հայ սահմանապահները լինեն այդտեղ, եւ այդ գործընթացը արդեն սկսվել է։ Վերջին հաշվով Ռուսաստանն էլ կարող է օգտվել, չէ՞, երկաթգծից։ Ադրբեջանով, ապագայում երբ աշխատի, Հայաստանով, Թուրքիայով, մտնել Մերձավոր Արևելք, Եվրոպա, երբ որ սանկցիաներ չեն լինի, նույնպես կարող է աշխատել։ Եվ մենք չենք կարող փակել, ասել, քանի որ դա ռուսական է, դուք չեք գալիս եւ այլն, դա պետք է սարսափելի սանկցիաների շրջան, որը կարծում եմ երկաթգծի գործարկելու պահին այլևս չի լինի, որտեղ ցանկացած կոնֆլիկտ, որ իր գագաթնակետին է հասնում, հետո էլ վերջանում է խաղաղությամբ։ Երբ մի քիչ դժվար է ասել, հուսանք, որ դա սարերի հետևում չի լինի։ Դա բայց խաղաղությունը գին է ունենում, պայմաններ է ունենում։ Բնական է։ Կվճարի են գինը, որը այդ պահին պետք է վճարի։ Կողմերից յուրաքանչյուրին։ Ուկրաինան էլ կորուստներ, հավանաբար տարածքային կորուստներ կունենային կարծիքով։ Բայց դա կանրադառնա ամբողջ տարածաշրջանի վրա։ Ես վստահ եմ, եթե ամերիկացիները այստեղ են, Թուրքիան Ադրբեջանում է, Կովկասը այդպես հեշտությամբ Ռուսաստանին չեն զիջելու նորից։ Մենք չունեինք այն մեծ օգնությունը արևմուտքից, իսկ Ռուսաստանից օգնություն ստանում ենք եւ վարկերի տեսքով մնացած օգնությունների մասին չասեմ։ Ես նշեմ, սիրելի հեռուստադիտողներ, որ ֆինանսների նախկին նախարար եղել պարոն Բախբուդարյանը 93-ից 97 թվականներ։ Եվ 99-ը 2000։ 99-2000։ Եկեք 3-ից 7 թվականը 90-ականների։ Ինչպիսի իրավիճակ էր մեր տնտեսության, այսինքն շատ ծանր իրավիճակ էր, փլուզվել էր խորհրդային միությունը։ Մի քանի ամսվա ընթացքում բոլոր պատվերները զրոյացան։ Իսկ այստեղ հիմնականում միութենական ենթակայության արդյունաբերություններ, էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, քիմիա եւ այլն։ Եվ կոնվերսիայի հարցը ձեռնարկությունների ըստ էության որոշ բացառություններով չեղավ, որը նախատեսում էինք, եւ արևմուտքի օգնություն չեղավ այստեղ,
ինչպես մենք կուզենայինք կամ կսպասեինք։ Որովհետև Հայաստանը համարվում է Ռուսաստանի գծոր, Դա էլ կար, բայց այո, դա էլ կար, սառը պատերազմի մտածողություններ իներցիայով դեռ իրենց մոտ շատ, որ երկար տարիներ դեռ շարունակեց լինել։ Հայաստանն էլ տենց անկախ պետության Դե կային, իհարկե օգնություններ կար, հումանիտար օգնություն կար, ինչի մասն է խոսքը, բավականին կար։ Բայց մեր կապերը այն ժամանակ բնական է ավելի շատ Ռուսաստանի հետ էին, եւ որոշ հարցերով Ռուսաստանը մեզ սատարում էր։ Հայաստանի պետությունը նոր էր կայանում, անկախությունից հետո։ Ունենալով Ադրբեջանի նման թշնամի, Թուրքիայի կողմից ոչ բարյացական նուրբ հասած մոտեցում, ոչ ակտիվ հարաբերություններ արևմուտքի հետ, այս բոլոր տարիները մենք կառուցեցինք այդ հարաբերությունները։ Նրանք համոզվեցին, որ մենք էլ իրենց մաս ենք։ Հին քրիստոնեական Եվրոպայի մաս ենք, հին քրիստոնեական աշխարհի մաս ենք, սենց ասեմ։ Առաջ այդպես չէին մտածում։ Սառը պատերազմի մտածողությունը դեռ գերակշռում էր շատերի կողմից։ Այո, ձայն էին բարձրացնում, ասում, քննադատում, բայց այլ գործողությունների չհասավ։ Այս առաջի բաներից մեկն է Եվրոդիտորդների ներկայությունը, համագործակցությունը պաշտպանական հարցերով Հնդկաստանի հետ, չգիտեմ, Ֆրանսիայի հետ եւ այլն, եւ Միացյալ Նահանգների ներկայությունը այստեղ Սյունիքում, որ ռեալ կոնկրետ քայլեր են մեր անվտանգության հետ կապված։ Մենք հիմա կարող ենք ավելի ճկուն լինել մեր քաղաքականության մեջ, որտեղ այլ ընտրակներ ունենք։ Ռուսաստանն էլ է թուլացել եւ մենք ենք ուժեղացել մեր ճիշտ քաղաքականության շնորհիվ։ Այս վերջի տարվա ընթացքում հատկապես։ Ո՞րն է ճիշտ քաղաքականությունը։ Որ կարողանում ենք երկխոսել շատ խոշոր եւ ազդեցիկ կենտրոնների հետ եւ մեր շահերը համադրել իրեն շահերի հետ, որը լրիվ համահունչ է մեր շահերին։ Նույն սկսած է Տրամպի ուղուց, վերջացրած Եվրոդիտորդների ներկայությամբ, դեպի Եվրոմիություն մեր շարժընթացով եւ այլն։ Սա է կարևորը եւ սա է մեր անվտանգության կարևոր այլընտրանքը։ Ուրիշ այլընտրանք չունենք, ինչպես տեսակ։ Չկա պարզապես։ Այն ժամանակ իրավիճակը մի փոքր այլ էր։ Եկեք պատկերացնենք ավելի մանրամասն ժամանակաշրջանը, հիմա ուղղակի ժամանակը խնայելու առումով շատ չէ ծավալը։ Հավասար է Չինաստանը Ռուսաստանի Դաշնությանը, այս դեպքում եթե Չինաստանը գա այստեղ։ Հետևից կգա նաև Ռուսաստանը։ Չեմ կարծում, Չինաստանը միշտ իր խաղն է խաղում, իր քաղաքականությունն է տանում։ Եվ եկեք ծառայողությունների մեջ չընկնենք, այնպես չի, որ ճանապարհը սարքում եք Չինաստանի համար։ Բայց միևնույն ժամանակ չենք կարող ասել, որ դուք չպետք է օգտվեք այս ճանապարհից։ Հասկանում եք։ Ես հասկանում եմ Բեռների իմաստը եւ նպատակը Միացյալ Նահանգներին է, որ Միջին Ասիայից այդ մետաղական հանքերը, հանքանյութերը, խտանյութերը, այդ ապրանքները տարվի Արևմտյան Եվրոպա, Միացյալ Նահանգներ եւ այլն։ Եվ առասարակ ազդեցությունը լինի բավականին զգայուն։ Դա չի հակասում Չինաստանի շահերին։ Ինքն էլ է ուզում օգտվել։ Շատ բաներ կա, որ չափի մեջ է ամեն ինչ լինում։ Բնական է չի կարող վերցնել ամբողջ ճանապարհը եւ օգտվել։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող իրան դրիվ զրկել, ասել, քանի որ դու Չինաստան ես, այս ճանապարհը քո համար չի։ Չէ։ Եվ որոշ չափերով, որոշ սահմաններում իհարկե նաև արևմուտքը դեմ չի լինի դրան, որտեղ կախվածությունը Ռուսաստանից կպակասի։ Չինաստանը հավասար չէ Ռուսաստանին։ Իհարկե հավասար չէ, նա լրիվ հզոր անկախ ինքնուրույն քաղաքական։ Եվ դրանից պետք չէ խուսափել, վախենալ, դա եթե լինի դա հնարավորին չափ համագործակցել, նույնը վերաբերում է իդեպ Հնդկաստանին։ Այո։ Սա է հիմնականը, ոչ ոք եւ ինչի են դա անում, ոչ ոք որևէ հույս չունի, որ Թուրանից ապագա իրենք ինչ որ օգուտ կարող են ունենալ։ Թուրքիան, Թուրանը, Ադրբեջանը ստեղծված են նրա համար, որ իրենք գրավեն ուրիշի տարածքները, իրենք իրեն շահերի համար ուրիշի շահերը զոհեն եւ այլն։ Ժամանակն է, որ դա բոլորը շատ խորությամբ գիտակցում են արդեն։ Որքան էլ դրական վերաբերեն եւ Թուրքիան եւ Ադրբեջանին ցույց տան, բայց Թուրան նախագծին ընթացք չեն տա, թույլ չեն տա։ Նույն ամերիկացիների ներկայացությունությունիկում դա է նշանակում։ Դա է նշանակում։